Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչ է ասում Աստված նեղությունների, տառապանքի, ցավի ու հալածանքի ժամանակ, այս ձայնագրությունն այդ մասին է։ Գիտեք, մեր կյանքում նեղությունները թույլատրվում են նրա համար, որպեսզի մենք կարողանանք սիրով կրել մեր խաչը, որի համար էլ վերջում մեր Տեր Հիսուս Քրիստոսից պսակ ենք ստանալու։ Բայց այդ նեղությունները ու տառապանքներն ու հալածանքները լինում են տարբեր պատճառներով։ Երբեմն դա լինում է մեզ համբերություն սովորեցնելու համար, երբեմն դա լինում է, որ մեզ աղոթել սովորեցնի, երբեմն նեղություններն ու տառապանքներն ու հալածանքները լինում են նրա համար, որպեսզի մենք չհպարտանանք ու չգոռոզանանք, երբեմն դա լինում է նրա համար, որպեսզի մենք ճանաչենք մեր տկարությունը, երբեմն նեղություն ու տառապանք ու հալածանք է լինում այն ժամանակ, որովհետև մենք կտրվել ենք Աստծո շնորհից մեր մեղքերի պատճառով, որովհետև մեղքը մարդուն կտրում է Աստծուց, կտրում է Աստծո շնորհից։ Եվ եթե մենք այսօր տառապում, ցավում, նեղությունների միջով ու փոթորիկների միջով ենք անցնում այդ պատճառով, դեղն ու դեղամիջոցը միայն մեկն է։ Եվ Աստված ասում է նույն բանը, որ ասել է դարերով. դարձեք դեպի ինձ, եւ ես կդառնամ դեպի ձեզ։ Սիրելի բարեկամներ, այս մասին է այս ձայնագրությունը, եւ այդ մասին շատ լավ բացատրություն ունի Շենուդա Հայրապետը իր Դարձիր առ Աստված գրքում, որի այդ գլուխը ես հիմա կկարդամ ձեր համար։ 173-րդ էջից, ես կարդալու եմ ձեր համար 73-րդ էջից այդ գրքի, որ կոչվում է այսպես. Տառապանքը որպես Աստծուն վերադառնալու պատճառ։ Վերնագիր ինչքան շատ է չի ասում, տառապանքը որպես Աստծուն վերադառնալու պատճառ։ Եթե դուք ուզում եք, որ այս թողոբոհու այս ամենից տառապանքների ու հալածանքների մեջ ավելի շատ հայ մարդիկ լսեն, մտածեն եւ ուզենան միգուցե իրենք էլ դառնան առ Աստված, որ միակ դարմանն է այս վիճակի համար։ Խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր էջերին, օգնեք, որ ձեր երեխաները եւ տնեցիները լսեն, որպեսզի հասկանան, թե ինչի համար են լինում նեղությունները։ Շենուդա Հայրապետը իր Դարձիր առ Աստված գրքում 73-րդ էջում գրում է. Մարդու կյանքում պատահող մի շարք նեղություններ նման են խաչի, որոնք մարդը հանուն Աստուծո սիրեկորելով ստանում է իր պսակը, ինչպես դա եղավ առաքյալների եւ հավատքի մարդկանց դեպքում։ Այլ դժվարություններ պատահում են փորձելու մեր հավատքը կամ մեզ աղոթել սովորեցնելու համար, կամ էլ համբերության մի օրինակ տալու մեզ, ինչպես որ պատահեց Հոբի դեպքում։ Կան նաև դժվարություններ, որոնք նպատակ ունեն մարդուն զգացնել տալու իր տկարությունը եւ նրան սովորեցնելու խոնարհություն, ինչպես որ պատահեց Պողոս առաքյալի հետ։ Նա Կորինթացիներին գրում է եւ ասում. «Եվ որպեսզի այդ հայտությունների առատությամբ չհպարտանամ, ինձ տրվեց մարմնի խայտ, սատանայի մի պատգամավոր, որ բռնցքահարի ինձ, որպեսզի չգոռոզամտանամ»։ Ինչպես գիտեք, Պողոս առաքյալը հիվանդություն ուներ եւ ինքը ասում է, որ ես 3 անգամ աղոթեցի Աստծուն, որ այդ հիվանդությունը ինձանից վերցնի, բայց Տերն ասեց ոչ։ Իմ շնորհը քեզ բավարար եւ Պողոս առաքյալն ասում է, այս հիվանդությունը ինձ տրվեց, որպեսզի ես չգոռոզամտանամ։ Այդ թող հիվանդ մարդիկ մտածեն այս պատճառի մասին նույնպես։ Շենուդա Հայրապետը շարունակում է ասում է. կան նաև այլ խնդիրներ, որոնք գալիս են մեզ վրա Աստուծո շնորհից կտրվելուց մեր մեղքերի պատճառով։ Այս վերջին տեսակի դժվարությունների մասին կուզենայի խոսել ձեզ հետ հիմա։ Այս դժվարությունները, որոնք գալիս են Աստուծո օրհնությունից մեր զրկվելու պատճառով, չեն անհետանա մարդկային իմաստության կամ ուժի ներգործությամբ, կամ միայն մեկ միջոց դրանց լուծման համար, այն է հետևել մեզ ուղված Աստուծո խոսքերին. դարձեք դեպի ինձ, եւ ես կդառնամ դեպի ձեզ։ Մաղաքիայի մարգարեություն, գլուխ 3, համար 7։ Երբ մարդն աղոթքով ու ծոմապահությամբ իրեն խոնարհեցնելով դառնա առ Աստված եւ անկեղծ ապաշխարությամբ վերադառնա Աստծուն, ապա իր կյանքում եւս մեկ անգամ Աստված ճանաչողություն կունենա։ Աստուծո շնորհը կվերադառնա նրան, ինչպես նախկինում էր, եւ այլևս չի ծածկվի նրանից։ Հետևաբար, տվյալ անձի խնդիրը նույնպես կվերանա, որովհետեւ այն առաջացնող գործոնները կանետանան։ Դատավորների գրքում կան բազմաթիվ օրինակները, որոնք հստակորեն ցույց են տալիս սա։ Աստվածաշունչն ասում է. Իսրայելացիները Տիրոջ առաջ չարիք գործեցին եւ Բահաղիմին պաշտեցին։
թողին իրենց հայրերի Տեր Աստծուն, որ նրանց հանել էր եգիպտացիների երկրից, գնացին օտար աստվածների, իրենց շուրջը եղած ազգերի աստվածների հետևից, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը, լքեցին նրան և պաշտեցին Բահաղին ու աստարտներին։ Սաստիկ զայրացավ Տերն իսրայելացիների վրա և նրանց մատնեց կողոպտիչների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տերը մատնեց նրանց շրջակա թշնամիների ձեռքը, և նրանք չկարողացան դեմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ կռապաշտության էին արել։ Դատավորաց գիրք, գլուխ 2, համարներ 11-14։ Այո, նրանք չկարողացան դեմ կանգնել, քանի որ Տիրոջ ձեռքն այլևս նրանց հետ չէր։ Երբ Տիրոջ ձեռքը նրանց հետ էր, կարմիր ծովը ճեղքվեց նրանց համար և ջրասույզ արեց Փարավոնի զորքերին, ժայռը ճեղքվեց նրանց ջուր տալու համար, և նրանք հաղթեցին Բասանի ու Եսեբոնի Սեհոն թագավորին, ինչպես նաև երկրի բոլոր ազգերին։ Եվ ուրեմն առանց Տիրոջ հովանավորության նրանք կհանձնվեին իրենց թշնամիների ձեռքը և անկարող կլինեին նրանց դիմակայել։ Այդժամ Տիրոջ խոսքը հասավ նրանց. «Դարձեք դեպի ինձ, և ես կդառնամ դեպի ձեզ»։ Երբ նրանք բարձրաձայն աղաղակեցին Տիրոջը, նա լսեց նրանց լացը և փրկեց նրանց։ Իրոք, որքան ընդարձակ է Տիրոջ սերը, նույնիսկ այն ժամանակ, երբ նրա օրհնությունը հետ է վերցված։ Սուրբ Գիրքը վկայում է, որ Տերը դարձավ դեպի նրանց և փրկեց իրենց թշնամիների ձեռքից, որովհետև Տերը նրանց կարեկցեց պաշարողների և չարչարողների երեսից կրած հեծության համար։ Գրված է Դատավորաց գրքում։ Ուրեմն քո բոլոր նեղությունների մեջ մի ասա, ինչ անեմ իմ թշնամիների հետ, որոնք հաղթեցին ինձ, այլ ավելի շուտ հարցրու քեզ Աստուծո ձեռքը ինձ հետ է, թե ոչ, արդյոք ես թողել եմ Աստծուն, և նրա օրհնությունն էլ լքել է ինձ, թեև նախկինում ինձ հետ էր։ Լսիր Աստուծո խոսքերը. «Դարձիր դեպի ինձ, և ես կդառնամ դեպի քեզ, և այնուհետև շտապիր վերադառնալ Տիրոջ մոտ, և կտեսնես, որ աստվածային օգնությունը վերադառնում է քեզ», դարձնելով Երեմիայի նման ամուր քաղաք, երկաթե սյուն և պղնձե հզոր պարիսպ։ Գրված է. «Նրանք պիտի կռվեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանա անել, քանզի ես քեզ հետ եմ քեզ փրկելու համար, ասում է Տերը»։ Երեմիայի մարգարեություն, գլուխ 1, 18-19 համարներ։ Դատավորաց գրքում պատմությունը կրկնվում է։ Ժողովուրդը մեղանչելով չարիք գործեց ու երկրպագեց Բահաղին, և Տերը մատնեց նրանց Միջագետքի ասորեստանցիների արքա Քուսարսաթեմի ձեռքը։ Դատավորաց գիրք, գլուխ 3, համար 8։ Այնուհետև նրանք աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, և Տերը նրանց համար մի փրկիչ առաջ բերեց՝ Գոդոնիելին, ով և ազատեց նրանց։ Տիրոջ հոգին Գոդոնիելի վրա էր, և Տերը Քուսարսաթեմին նրա ձեռքը մատնեց, որից հետո երկիրը 40 տարի հանգստացավ, նույնպես գրված է Դատավորաց գրքում։ Ամեն անգամ, երբ նրանք բախվում էին մի սարսափելի դժվարության, վերադառնում էին Աստծուն, և նա դառնում ու փրկում էր նրանց։ Հետո նրանք դարձյալ վերադառնում էին իրենց մեղքերին ու կուռքերի երկրպագությանը, և այդպիսով նրանց խնդիրները նորից ու նորից գլուխ էին բարձրացնում։ Դա ստիպում էր նրանց բարձրաձայն աղաղակել Տիրոջը, և նա անսալով կրկին փրկում էր նրանց։ Երբ թերթում ենք պատմության էջերը, կարդում ենք Բաբելոնում և Ասորեստանում գերության մասին, որ տեղի ունեցավ նաև իսրայելացիների սխալ գործելու և կուռքեր պաշտելու պատճառով։ Սուրբ գրքում կարդում ենք, թե ինչպես են Աստուծո զավակները լաց լինում Բաբելոնի գետերի մոտ և ուռենիներից կախում իրենց քնարները։ Ու միշտ նրանք գերեվարված էին, նրանց ականջներում արձագանքում էր Տիրոջ խոսքը. «Դարձեք դեպի ինձ, և ես կդառնամ դեպի ձեզ»։ Նրանց գերեվարության ընթացքում հայտնվեցին սուրբ մարդիկ, ինչպես էին Դանիել մարգարեն և 3 երիտասարդները, որոնք կրակի հնոցի մեջ էին, Եզեկիա մարգարեն և հավատքի այնպիսի մարդիկ, ինչպես էին Նեեմիան, Եզրասը և Զորաբաբելը, ովքեր ցույց տվեցին նրանց սուրբ նախանձախնդրության օրինակներ։ Այնուհետև Տիրոջ բարկությունն անցավ, և նա վերադարձրեց իր գերեվարված ժողովրդին։ Եվ ինչպես Տերը դարձավ դեպի իրենց։ Նա Նեեմիային և Եզրասի արցունքներով վերադարձավ։ Երբ Նեեմիան լսեց, որ Երուսաղեմի պարիսպներն ընկել են և դարպասները կրակով այրվել, նրա սիրտը բարկությամբ բռնկվեց և ասաց. «Նստեցի, լալիս էի,
օրեր շարունակ սուգ արեցի ու ծոմ պահեցի, աղոթքի կանգնեցի ու ասացի. Տեր Աստված, մենք մեր գործած մեղքերի պատճառով մատնվեցինք նեղության, ես եւ իմ հոր տունը մեղք գործեցինք, որովհետեւ անիրավորեն հանցանք գործեցինք եւ չպահեցինք քո օրենքները, հրամաններն ու հրահանգները։ Տեր, հիշիր քո խոսքը, որ ասացիր. Եթե դուք չպահեք իմ օրենքները, ես էլ ձեզ կցրեմ հեթանոսների մեջ, իսկ եթե դառնաք եւ պահեք իմ օրենքներն ու կատարեք դրանք, եթե դուք մինչև երկրի ծագերն էլ ցրված լինեք, ես այնտեղից էլ ձեզ կժողովեմ եւ կբերեմ այն տեղը, որ ընտրել եմ եւ որի մեջ ապրում է իմ անունը։ Եվ արդ սրանք քո ծառաներն ու ժողովուրդներն են, որոնց փրկեցիր քո մեծ զորությամբ եւ բարձր բազկով, բաց մի թող նրանց քո ձեռքից, այլ քո ականջները թող բաց լինեն քո ծառաների աղոթքների համար եւ անսան նրանց աղաչանքներին, ովքեր երկնչում են քո անունից։ Եվ այսօր հաջողություն տուր քո ծառայի խնդրանքներին եւ թող ես գթություն գտնեմ այս մարդու առջև։ Նեհեմիայի գիրք գլուխ 4:11։ Եվ Տերը վերադարձավ, նա շնորհեց իր օրհնությունը Նեհեմիային Պարսից թագավորի աչքի առաջ, եւ Նեհեմիան կարողացավ վերականգնել Երուսաղեմի պարիսպները։ Իսկ Եզրասը լաց եղավ իր ժողովրդի մեղքերի համար ու պատառոտեց իր հանդերձները։ Երեկոյան զոհ մատուցելիս Եզրասը վեր կացավ իր տառապանքի տեղից, պատառոտված հագուստներով խոնարհվեց, ծնկի իջավ եւ ձեռքերը տարածելով բարձրացրեց դեպի Տեր Աստված ու ասաց. Աստված իմ եւ Տեր, ամաչում ենք եւ զարհուրում քեզանից, բարձրացրու իմ երեսը դեպի քեզ, Տեր իմ Աստված, քանզի բազմացան մեր անօրենություններն ու դիզվեցին մեր գլուխները, մեր մեղքերը մեծացան ու բարձրացան մինչև երկինք մեր հայրերի տարիներից եւ ժամանակներից ի վեր, եւ մենք մեծ մեղքերի մեջ ենք մինչև այսօր։ Եվ հիմա մենք այս բոլորից հետո ինչ պատասխան տանք քեզ, Տեր, քանզի օրինազանց եղանք քո առաջ, զանց արինք քո պատվիրանները, արդ, այն ամենը, ինչ մեկ անգամ եղավ մեզ հետ, կատարվեց մեր վատթար գործերի եւ մեր չար մեղքերի պատճառով։ Բայց դու, Տեր, բազում անգամ ներեցիր մեր մեղքերը եւ մեզ տվեցիր այսպիսի արմատ ու սերունդ։ Դու արդար ես եւ ճշմարիտ, որովհետեւ չոչնչացրիր մեր սերունդը, այլ մեր արմատն ու սերունդը մնացին մինչեւ այսօր։ Եվ ահա այսօր մենք մեր անօրենություններով քո առջև ենք եւ չենք կարող բարձրացնել մեր գլուխները, չենք կարող նայել քո երեսին, որովհետեւ մեր անօրենությունները բազմացան եւ մեր չարիքները բարձրացան մեր գլխից էլ վեր։ Երկրորդ Եզրասի գիրք գլուխ 9։ Եվ Եզրասն ու իր ժողովուրդը ծոմ պահեցին։ Նա լաց եղավ եւ ժողովրդին դառնորեն լացացրեց իր հետ։ Տերը լսեց նրանց ողբը եւ դեպի իր ժողովուրդը դարձավ։ Այս մասին կարող եք կարդալ Եզրասի 2-րդ գլխում։ Դա 5 տակարանում է։ Իր ծոմապահությամբ, աղոթներով ու լացով Եզրասը կարողացավ իր ողջ ժողովրդին առաստված դարձի բերել եւ Աստված էլ վերադարձավ դեպի իրենց։ Տեսակ սիրելի ժողովուրդ, ինչ կարևոր նախադասություն է ասում Շենուդա Հայրապետը։ Ինչպես է դարձը եղավ։ Եզրասը ոնց իր ժողովրդին դարձի բերեց, ասում է իր ծոմապահությամբ, աղոթքներով ու լացով Եզրասը կարողացավ իր ողջ ժողովրդին առաստված դարձի բերել եւ Աստված էլ վերադարձավ դեպի իրենց։ Վերոհիշյալ պատմություններից տեսնում ենք, որ ողջ ժողովրդի կողմից գործած մեղքերը բարկացրել էին Աստծուն, որի պատճառով Տիրոջ օրհնությունը վերցվել էր նրանցից։ Սակայն ընդամենը մեկ մարդու աղոթքներն ու լացը կարողացան Աստծուն վերադարձնել դեպի իր ժողովուրդը։ Երբեմն էլ լինում է, որ միայն մեկ մարդու մեղքն է դառնում բոլոր նեղությունների պատճառը, ինչպես որ պատահեց Քարմիի որդի Աքարի եւ Աստծուց Հովնան մարգարեի փախուստի դեպքերում։ Այս մասին կարող եք կարդալ Հեսեի 7-րդ գլխում եւ Հովնանի առաջի գլխում։ Հեսեի 7-րդ գլխում եւ Հովնանի առաջի գլխում։ Եվ Շենուդա Հայրապետը շարունակում է եւ ասում. Ուրեմն դարձիր առ Աստված ոչ միայն քեզ համար, այլ նաեւ հանուն քո շրջապատի մարդկանց։ Մի տեսակ ոնց որ ասի, ուրեմն դարձիր առ Աստված ոչ միայն քեզ համար,
այլ հանուն քո ընտանիքի, քո ազգի, քո սուրբ եկեղեցու։ Ուրեմն դարձիր առ Աստված ոչ միայն քեզ համար, այլ նաև հանուն քո շրջապատի մարդկանց։ Յուրաքանչյուր դժվարության մեջ, որ կպատահի քեզ ու նրանց, մտածիր, թե ինչպես կարող ես դառնալ առ Աստված։ Մի մտածիր քո շրջապատի այն մարդկանց մասին, ովքեր քեզ դժվարություններ են պատճառում, այլ մտածիր ինքդ քո եւ Աստուծո հետ հարաբերության եւ նրա մոտ վերադարձի մասին։ Եվ հավատա, որ ամենադաժան ու ամենազորեղ թշնամիներն անգամ չեն դիմանա, երբ արցունքներով ողողված մաքուր աչք է բարձրանում դեպի Աստված, կամ երբ մաքուր սիրտ է խոսում Աստուծո հետ, կամ երբ անմեղ ձեռքեր են մեկնվում նրան։ Տեսակ ինչ միտք ասեց Շենուդա Հայրապետը, սիրելի ժողովուրդ, ասում է այդ քո նեղությունների տառապանքի մասին մի մտածի այն մարդու մասին կամ այն ուժի մասին, որ քեզ բերում է այդ տառապանքն ու դժվարությունը, այլ ասում է մտածի, թե դու ոնց կարաս դառնաս առ Աստված, որովհետև երբ որ քո սիրտը մաքուր է, քո աչքից զղջումի արցածուք է գալիս, այդ ժամանակ արդեն Աստուծո ձեռքը մեկնվում է դեպի քեզ եւ քո ազգին օգնության։ Մեր հարաբերությունները այլ մարդկանց հետ սոսկ մակերեսային են, երկրորդական հարաբերություններ են։ Ամենակարևորը Աստուծո հետ մեր հարաբերությունն է։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին այլ մարդկանց հետ, ապա դրանք Աստուծո հետ մեր հարաբերությունների հետևանքն են։ Այսինքն, երբ որ մենք կռվում ենք իրար հետ, այդ նրանից է, որովհետև մենք նախ կռվում ենք Աստուծո հետ։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին այլ մարդկանց հետ, ապա դրանք Աստուծո հետ մեր հարաբերությունների հետևանքն են։ Դրանց փոփոխությունը կախված է Տիրոջ հետ մեր հարաբերությունների փոփոխությունից։ Երբ սեբայեցիները տարան արդար Հոբին եզներն ու էշները, իսկ քաղդեացիները ուխտերը, նա չբողոքեց կամ չմեղադրեց Աստծուն, որ նրանք տարան, այլ միայն ասաց. Տերը տվեց, Տերն էլ ետ առավ։ Վերադարձիր Աստծուն, եւ նա կվերականգնի քո ամեն ինչը։ Եթե վերադառնաս Աստծուն, չարն ու ամբարիշները իշխանություն չեն ունենա քո վրա։ Մի հատ էլ կարդամ այս նախադասությունը։ Եթե վերադառնաս Աստծուն, չարն ու ամբարիշները իշխանություն չեն ունենա քո վրա։ Ոչ միայն քո թշնամիները, ովքեր ուրախանում են, որ դու ընկել ես, ոչ մի իշխանություն չեն ունենա քո վրա, այլ նույնիսկ դևերը չեն կարող հաղթել քեզ։ Որքան էլ նրանք շրջապատեն քեզ, ինչպես մեղուները հավաքվում են մեղրախորիսկի շուրջ, նույնքան արագ նրանք կմարեն, ինչպես վառվող փշերը։ Այս մասին գրված է 117-րդ Սաղմոսում։ Ինչպես Դավիթ մարգարեն ասում էր. մանկությունիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դեմ, բայց չհաղթեցին։ Սա էլ 128-րդ Սաղմոսից է։ Ոչ մեղքը, ոչ ցանկությունը չեն կարող հաղթահարել քեզ, եթե Տերը քեզ հետ է։ Նա քեզ ուժ ու օգնություն կտա եւ կառաջնորդի քեզ Քրիստոսով դեպի հաղթության։ Այս մասին գրում է Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղղված իր երկրորդ նամակում։ Եթե նրա երկնային շնորհը քեզ լքի, ապա անգամ ամենափոքր միտքը կկարողանա հաղթահարել քեզ ու թուլացնել քո դիմադրողականությունը, եթե Տիրոջ շնորհը քեզ լքի։ Այն ժամանակ դու կլսես Տիրոջ ձայնը քո ականջներում, դարձեք դեպի ինձ, եւ ես կդառնամ դեպի ձեզ։ Բարձրացրու սիրտը տար Աստված եւ վերադարձիր նրա մոտ, որպեսզի ուժդ վերադառնա դեպի քեզ։ Իսկ ինչ է նշանակում ես կդառնամ դեպի ձեզ արտահայտությունը։ Դա նշանակում է ես կդառնամ դեպի քեզ իմ ողջ զորությամբ ու օգնությամբ։ Ես կվերադառնամ քեզ մոտ իմ ողջ սիրով, եւ մենք կլինենք այնպես, ինչպես նախկինում էինք։ Դա կլինի այնպես, կարծես դու երբեք մեղ չես գործել, որովհետեւ Տերն ասում է. նրանց անիրավությունները պիտի ներեմ եւ նրանց մեղքերն այլևս չպիտի հիշեմ։ Կարճ ասած, ես կդառնամ դեպի ձեզ, նշանակում է մենք կհաշտվենք։ Իսկ այդ մասին գրված է այս գրքի շարունակության մեջ։ Այստեղ այնքան բաներ ասվեց, սիրելի ժողովուրդ, եթե ուզում եք նույնիսկ նորից լսեք այս ձայնագրությունը կամ կարդացեք Շենուդա Հայրապետի Դարձիր առ Աստված այս օդի ու ջրի պես անհրաժեշտ գիրքը։ Աստված ողորմի մեր ազգին, մենք էլ լսենք Աստուծո խոսքը եւ եւս մեկ անգամ հիշենք Աստուծո խոսքը այսպիսի ժամանակների եւ բոլոր ժամանակների համար։ Դարձեք դեպի ինձ եւ ես կդառնամ դեպի ձեզ։ Բարի օր։